Պողոս առաքյալը գրում է Փիլիպեցիներին, գրում է, որ ինքը ուզում էր գնալ։ Եվ ասում է, այս երկու կողմանը նեղն են։ Ասում է, փափագ ունեմ գնալու եւ Տիրոջ հետ լինելու, բայց ասում է, ինձից ձեր հետ մնալ ասում ավելի հարկավոր է։ Եվ տենանք ինչի համար էր դա հարկավոր։ Ասում է, եթե մարմնի մեջ ապրելս իմ գործից պտուղ գվել է, այլ չեմ գիտեր որը ընտրեմ։ Երկու կողմանը նեղը մնացած է, մեկնելու ու Քրիստոսի հետ տալու փափագ ունենալով, թեև վերջինը շատ աղեկ է, բայց մարմնի մեջ կենալը ձեզ համար ավելի հարկավոր է։ Այս բանի համոզված լալով գիտեմ, թե ձեր ամենքի հետ պիտի կենամ ու մնամ, որպեսզի դուք զարգանաք եւ ուրախ ըլաք հավատքով։ Ուրեմն ինչի էր ինքը տեսնում, որ իր մնալը կարևոր է, որովհետև տեսնում էր, որ Աստծո ժողովուրդը կարիք ունի զարգանալու հավատքի մեջ, որպեսզի իրանք ուրախ ըլեն հավատքով, որտեղ թշնամին կամենում է, որ դու միշտ նայես վիճակներին երևույթով քայլես, բայց Տերը մեզի տվել է հավատքի խոսք, որ մենք հավատքով քայլենք, բռնես Աստծո խոսքը, ոչ թե վիճակներով քայլես, երևույթով քայլես, այլ քայլես հավատքով։ Դրա համար Տերը ղրկել է ավետարանի խոսքը, որպեսզի դու այդ խոսքով ապրես։ Եվ փորձության անապատի մեջ Տեր Հիսուսին ասեց. ասես մարդը մենակ հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով ապրում։ Եվ ինքը տենց ապրում էր եւ սովորացնում էր իր աշակերտներին, եւ մենք էլ այսօր իր զավակներն ենք։ Եվ Տեր Հիսուսը ուզում է, որ մենք էլ ինչով քայլենք, իր խոսքի վրա եղած հավատքով։ Երևույթը շատ ուրիշ բան կար ասի, բայց հավատքի խոսքը ամեն երևույթների կարող է հաղթի։ Ամեն հարցերը կարող է լուծի հավատքի խոսքը, որ բնակված է քո մեջ, որ Սուրբ Ոգին դրել է քո մեջ, եւ որ դու տեղ ես տալի այդ խոսքին, բռնում ես հավատքով այդ խոսքը, Սուրբ Ոգին սկսում է աշխատել եւ այդ խոսքը իրական է դարձնում, ժողովուրդ ջան։ Եվ անտեսանելի գործերը կատարում է հավատքի խոսքը քո կյանքի մեջ։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Ես ուզում եմ մի հատ տեղ կարդամ, հետաքրքիր է, մի անձնավորության, որ բերեցին Տիրոջ մոտ, ուրեմն Հովհաննես ավետարան 8-րդ գլխի մեջ, փարիսեցիները երբ որ շնության մեջ բռնված կնոջը բերել էին Տիրոջ մոտ, հետաքրքիր խոսք է գրված։ Ուզում եմ այդ տեղը կարդամ։ Հիսուս Լիթենաց լեռը գնաց, երբ արդուն նորեն տաճարը եկավ, բոլոր ժողովուրդը իրեն կգար, ու ինք նստել էր կսովորեցներ անոնց։ Դպիներն ու փարիսեցիները շնության մեջ բռնված կինը բերեցին նրան, ու զանիկա մեջտեղը կայնեցնելով, ասեցին իրեն. «Վարդապետ, այս կինը շնության մեղքը գործած ատենը բռնվեցավ։ Մովսես օրենքի մեջ մեզի պատվիրեց այսպիսիները քարկոծել։ Հիմա դու ինչ կասես ատոր համար»։ Ասիկա կսեին զանիկա փորձելով, որպեսզի անոր վրա ամբաստանություն անելու առիթը ունենա։ Բայց Հիսուս դեպի վար նայելով, մատով գետնի վրա կգրեր։ Սակայն երբ ստիպեցին հարցնելով իրեն վեր նայեցավ ու սավ անոնց. «Ձեզանից անմեղ եղողը առաջի քարը անիկա թող ձգե ատոր վրա, եւ նորեն ծռելով գետնի վրա կգրեր»։ Անոնք այս լսելով ու իրենց խշմտանքից հանդիմանվելով, մեկիկ դուրս ելան, ծերերից սկսած մինչև հետիները։ Հիսուսը մենակ մնաց ու կինը մեջտեղը կայնաց։ Հիմա Հիսուսն է կանգնած եւ այդ կինը իր մոտ։ Հիսուս վեր նայելով ու կնոջի ձախ մեկը չտեսնելով ըսավ անոր. «Ով կին, ուր են անոնք, որ քո վրայով այդ ամբաստանություն կնեին։ Մեկը քեզ չդատապարտեց, անիկա ասավ ոչ մեկը Տեր»։ Հիսուս ասավ անոր. «Ես ալ չեմ դատապարտել քեզ։ Գնա, ասկի հետո մեղք մի գործել»։ Եվ շարունակում է։ Հիսուս նորեն խոսեցավ անոնց ու ասավ. «Ես եմ աշխարհի լույսը, նա որին ետևից կգա, խավարի մեջ պիտի չքայլե, ապա կենաց լույսը պետք է ունենա»։ Հետաքրքիր է, Տեր Հիսուսը որ ասեց գնա այդ մեղք մի գործա։ Հիմա այս կինը այդ շնչով, այդ հավատքով բռնված մարդ էր ինքը։ Այդ խավարը ծածկել էր իր ամբողջ ներքին աշխարհը։ Ոնց որ թե ոչ մի երկ չկար իրան։ Եվ երբ որ այդ խոսքը եկավ հասավ իրան, մարդը մի շփոթվում է, գիտեք ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ։ Մի օր պաշտամունքի ժամանակ, երբ որ եղբայրները այդպես բարձր սրբության վրայով սկսեցին խոսելը, ես դուրս եկա այդ պաշտամունքից ասի Հիսուս ջան, մեկ անձնից բանդուշ չկա, ես իզուր եկել եմ։ Ասի դին խելքի բան չի։ Մեկը ես փոխվող պատուղ չեմ։ Ունես տխրություն այ չէ մեջս։ Ու դենց այդում եմ փողոցով ի գիշեր էր մուլ ժամեր։ Հենց կոտրվել էր սիրտս, ասի չէ։ Մեկ անձնից բանդուշ չի կա, բայց թե ես արդեն կանչել եմ իրան, ընդունել եմ ես իրան։ Եվ այդ բանը երբ որ կոտրված էի, տենց այդում էի տուն, եւ այդ ժամանակ Հիսուսը խոսաց իմ հետ։ Ճիշտ այդ կոտրված ժամանակ ոչ մեկ չկա քո կողքին կայնած։
բայց մեկը կա որ քեզ հասկանա։ Կա որ ոչ մեկ քեզ չհասկանա, բայց Հիսուսը քեզ շատ խորը հասկանա։ Եվ այդ բային խոսացին էր։ Ասեց ես եմ ոչխարների դուռը, ով որ ինձանով ներս մտնի, պետք է փրկվի, մտնի ելնի եւ առողջ գտնի։ Հասկացրեց ընցի դու գործ չունես քո վիճակից։ Դու իմ դռնով ինչ արա ներս մտնի։ Ես եմ մնացած գործերը անող եմ։ Հիմա այս կինը իր վիճակին որ նայեր, կասեր Հիսուս ջան, ես ինչ ես ասեմ։ Ես այս ինչ խավարով բռնված մարդ եմ։ Ես ոնց կարամ այդ կյանքից դուրս գամ այդ վիճակից։ Ես ոնց կարամ այդ չբռնվեմ, բայց Հիսուսը իրան ելքը ցույց տվեց։ Ասեց ես եմ աշխարհի լույսը։ Նա որ իմ հետևից կգա խավարի մեջ չի մնա, կենաց լույսը կունենա։ Դա քո խելքի բանը չի, բայց քո մոտը մի բան կա։ Դերը քո մեջ խոսք կա դնեմ, դու այդ խոսքը ամուր բռնա։ Դու չգիտես ոնց է անելու այդ գործը քո կյանքի մեջ է։ Ոնց այդ լույսը քո խավար կյանքը դուսավորելու, քո խելքի բանը չի դա, բայց Աստծո խոսքը ունի զորություն, ունի կարողություն քո խավարը լույսի փոխելու։ Փառավորվի Տիրոջ անունը, ժողովուրդ ջան։ Դրա համար մեր հավատքը, մեր հույսը մեր վիճակի վրա պետքա չեռնի, այլ Աստծո խոսքի վրա, ժողովուրդ ջան։ Դրա համար Սուրբ Հոգին եկել է, որպեսզի մեզի կառույց տանի Աստծո խոսքի վրա, որպեսզի մեզի հաստատի հավատքի մեջ, որպեսզի մենք ինչ անենք, կարողանանք Աստծուն պտուղ բերենք, թե չէ մարդը չի կարող Աստծուն պտուղ բերի։ Մարդը չարությունով լցված մի աղբյուր է, բայց Աստծո խոսքը կարող է այդ աղբյուրը փակի եւ քո մեջը կյանքի աղբյուր բացի, որ դու վայելես այդ աղբյուրը եւ այդ աղբյուրը պտուղ բերելու քո մեջը։ Օրհնյալ է Տիրոջ անունը, ժողովուրդ ջան։ Դրա համար Հիսուսը եկել է մեր մեջ, որպեսզի քո օգու աշխարհի մեջը իր խոսքը ուղարկի։ Քո կողմը որն է, որ դու այդ խոսքը ամուր հավատքով բռնես։ Ընդունես։ Պողոս առաքյալը երբ որ արդեն պիտի գնար, հավաքեց երեսներին եւ ասեց խոսք ասեց։ Եղբայրներ ասեց, հիմա ես ես հասնում եմ Աստծուն եւ նրա շնորհած խոսքին, որ կարող է ձեզ շինելու եւ բոլոր սրբվածների հետ ձեզի ժառանգություն տալու։ Ես չեմ հասկանում, Տեր ջան, ոնց դու պետք է անձի այդ աստիճան սրբես եւ ընձի ժառանգակից անես, այդ իմ խելքի բանը չի, բայց որ դու հանձնում ես ընձի, ես համաձայն եմ հանձնվելու, փառավորվի Տիրոջ անունը, այդ իմ խելքի բանը չի, բայց ես հավատում եմ, որ դու ասել ես, քո խոսքը այո եւ ամեն է, փառավորվի Տիրոջ անունը, ժողովուրդ ջան, Տիրոջ բոլոր խոստումները այո եւ ամեն է, օրհնյալ է մեր Աստվածը, ժողովուրդ ջան։ Եվ ես վերջերս ուրեմն հետաքրքիր է, գիտեք, ժողովուրդ ջան, Աստծո խոսքը բոլոր երևույթներից, բոլոր վիճակներից շատ բարձր է ինքը, շատ բարձր եւ շատ փառավոր է։ Եվ Տիրոջ բոլոր խոստումները կնքված է Հիսուսի արյունով։ Հինուխտը մորթվավ գառը, մորթվավ մի հատ ոչխար, որպես ինչ եղներ։ Բոլոր հինուխտի խոստումները այդ արյունով կնքվեր, նոր ուխտի բոլոր խոստումները կնքված է Հիսուսի արյունով։ Դրա համար դու կարաս համարձակ վստահես այդ խոստումներին։ Համարձակ կարաս վստահես Աստծո ասած խոսքերին, որտեղ այդ գիրքը նոր ուխտը նույնպես կնքված է, ոնց որ հին ուխտի վրա գրած է Մովսես ինչ արեց, արյուն սրսկեց, նույնպես հիմա նոր ուխտի վրա է կա գարան արյունը սրսկված, Քրիստոսի պատմական արյունը կա սրսկված, ժողովուրդ ջան, որին դու կարաս կատարյալ ձևով ինչ անես, վստահես եւ քո անձը հանձնես, հավատալով որ մեկ է, Տերը որ խոսք կտվեք կարա կատարի էլ, փառավորվի Տիրոջ անունը։ Ուրեմն ես վերջերս տես որ փորձություն եղավ մեր կյանքի մեջ, ուղղակի ուզում եմ վկայություն անեմ, այդ ժամանակ Տերը մի հրաշք արեց իմ հոգու աշխարհի մեջ։ Եվ որ այդպես կնոջս օպերացիայի են տարել, երեխուն եմ մենք ենք բան փոքր երեխա է, վերջը կաթից նոր ուզում ենք կտրենք, կաթի վրա ենք։ Վերջը լացեմ, ռեժիմ է մի կերպ պահում ենք, ամբողջ գիշեր։ Հիմա եղավ նենց օր, որ այդ օրը ընդհանրապես չքնավ, եկավ հասավ համարյա մինչև ժամը 5-ը, 6-ը, ես ասենց աղոթք եմ անում, ասում եմ Հիսուս ջան, վերջը Ադամին դուք ում տվեցիր, որ քնցրիր իրան, կողից ոսկորհանի խաբար չեղավ, ասում եմ ամբողջ Սավուղի զորքին, ասում եմ Տեր ջան, գրածա դեց, երբ որ եկավ Դավիթին բռնելու, գրածա անտառի մեջը ամբողջ այդ զորքի վրա ինչ եղավ, միանգամից քուն եկավ, այդ սաղ զորքը քնավ, ասում եմ Տեր ջան, քո համար ինչ մի մեծ պրոբլեմ է, որ այդ երեխան դու ինչ տաս, քուն տաս իրան, հանգստություն տաս, բայց աղոթում եմ ու պատասխան չկա, կանչում եմ Տիրոջ անունը, վերջը հավատքով աղոթում եմ, այդ երեխան չի քնում, ինչքան աղոթում եմ, վերջը տեսա չի քնում, վերջը գրկել եմ ու նստել եմ, եկավ հասավ արդեն ժամը 6-ը, 7-ը մեկ էլ Տերը սկսեց այդ հայտնություններն անելը, որ ինչքան էլ ուզում աղոթք անես, աղոթքին էլ պատասխան էլ չեղնի, մեկը դու երևույթը ճշմարտություն մի հանա։ Հանա ճշմարտություն իմ ասած խոսքը, որ ես քեզի հետ եմ, քեզի չեմ թողի երեսից չեմ ձգի։ Սովորի իմ խոսքը փառավորես,
Ես էլ այդ պահին ունձի բացում այդ պահին, ես գրկել եմ այդ երեխեն ացում, ես ես գրկել եմ հանգստացել, բայց չի քնեմ։ Ու այդ պահին Տերը հասկացրեց, բացեց այս գաղտնիքները։ Ես շատ էի լսել եղբայրներից, որ կա խոստումները գարան այունով կնքված, բայց լսեմ չի հասկանամ։ Բայց այդ օրը ոնց որ այդ պրոբլեմի դժվարության ժամանակ մեկ էլ այդ խոսքը հայտնված, որ ոնց որ հին ուխտ էր այուն թափված, այտենց էլ նոր ուխտի համար, բոլոր խոստումների համար, կա թափված գարան այունը, վստահ այդ այունին, հենց սկսեցի այդ խոսքերը ես սկսեցի ընդունել, եկի տնամ երեխային, ձեռս մեջ հանգստացա ու քնավ։ Մի անգամից քնավ, ասի, հա Տեր ջան, ուրեմն դու բան ունես իրենցի հասկացնելու։ Դրա համար փորձությունների մեջ, դժվարությունների ժամանակ Տերը ինչ անեմ, քեզի բան ունի տալու, քեզի գանձ ունի տալու։ Ես այդ պահին այդ խոսքը հայտնված, ես քեզի խավարի մեջ ծածկված գանձ եմ տալու։ Օրհնյալ է Տիրոջ անունը, փառավորյալ է մեր Աստվածը, ժողովուրդ ջան։ Եվ այդ գանձը իր կենաց խոսքի հայտնությունն է, որ Տերը դնում է քո սրտի հոգու աշխարհի մեջ, որ դու վիճակներով չքայլես, երևույթով չքայլես, այլ Աստծո խոսքի վրա կենթանի հավատ ունենաս։ Բռնես Տիրոջ խոսքը եւ ընդհանաս առաջ փառավորի մեր Աստվածը ժողովուրդ ջան։ Ոնց որ անապատի մեջ Իսրայել ժողովրդին Աստված խոսք ուղարկեց, որպես այդ խոսքով իրանք ապրեն, բայց այդ խոսքը մերժեցին դրա համար անապատի մեջ փրված անգամ։ Այսօր այդ նույն խոսքը գրված է քեզ, ով երիտասարդ, դու ուժով ես գրածա եւ խոսքը ձեր մեջ է բնակված է եւ չարին հաղթեցիք։ Եվ քո ուժը ոչ թե քո երիտասարդության կյանքի մեջ է, այլ քո ուժը ավետարանի ճշմարտության խոսքը բռնելու մեջ է։ Փառավորվի Տիրոջ անունը։ Եվ այդ հնարավորությունը երիտասարդները ավելի շատ ունեն։ Եվ դու շատ ունես այդ հնարավորությունը, շատ ունես հնարավորություն Տիրոջ խոսքը քո հոգու աշխարհի մեջ պահելու։ Թող օրհնվի Տիրոջ անունը, ժողովուրդ ջան։ Թող Տերը օրհնի բոլորիդ։ Ես ինչի եմ արել սա ասեմ, որպեսզի մենք սովորենք, որտեղ Սուրբ Հոգին չի գործակցում վերջը մեր զգացմունքների վրա, ինքը չի աշխատում մեր գաղափարների վրա, ինքը աշխատում է իր խոսքը հասցնի քո մեջ։ Եվ ինքը ուզում է դա ձևավորի քո աշխարհի մեջ, որ դու այս աշխարհով չապրես, իր խոսքի վրա եղած հավատքով ապրես։ Ոչ թե երևույթներով ապրես, այլ Աստծո խոսքի վրա եղած հավատքով ապրես։ Թող Տերը օրհնի բոլորի ժողովուրդ ջան։ Դրա համար Պողոս առաքյալը իր գնալուց առաջ ինչ էր ասել։ Ասում է հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, հիմա մնում է ինձ ինչ է, փառած ըսակը, որ Տերը արդար դատավորը խոսք կտվել։ Փառավորվի մեր Տիրոջ անունը, ժողովուրդ ջան։ Իր կյանքի մեջ էլ եղել պրոբլեմ, դժվարություն, բայց իրան Տերը սովորացրել է բոլոր իրավիճակների մեջ հենվի իմ խոսքին, հենվի իմ անձի վրա, եւ ես քեզի հետ կլինեմ մինչեւ աշխարհի վերջը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Արեք աղոթք։